Երկու հատ հարց ունեմ, նշեցիք 113 ծրագիր է ներառված հաշվետվությունում, բայց որևիցե ֆինանսական պատկեր չկա, կարող եք ասել ընդհանուր ինչ գումար է ծախսվել, եւ երկրորդ կարևոր հարցը հաշվետվության ոչ թե շաբլոնի, այլ բովանդակության մասին է, տեսեք, կարդալով ձեր հաշվետվությունը 70%-ից ավել դեպքերում չկա որակական եւ արդյունքային ցուցիչներ, որ մենք էլ ձեր հետ համոզվենք, որ իրականում հավակնոտ եւ արդյունավետ ծրագիր է, կան քանակական տվյալներ, բայց արդյունքի մասին ընդհանրապես խոսք չկա։ Օրինակ բերեմ, որ պատկերացնեք ինչ է դեմ, ասում եք 32 կիլոմետր ջրագիծ է վերանորոգվել կամ կառուցվել, շատ լավ, արդյունքում ինչքանով է բարձրացել թողունակությունը ջրահեռացման համակարգի։ Էս է կարևոր։ Հիմա պատկերացրեք, եթե ջրագիծը կառուցվել է այնպիսի տեղ, որ չի ազդել համակարգի վրա, ուրեմն ծրագիրը արդյունավետ չի։ Կամ ասում եք 130 ընտանիքի համար զբաղվածության ծրագիր եք իրականացրել, քանի հոգի է աշխատանք գտել, քանի տոկոսը, ընդհանրապես հաշվետվողականությունը, հաշվետվությունը արդյունքի մասին է, բյուջեն է կատարողականի մասին, հիմա ձեր հաշվետվության մեջ այդ տվյալները չկա, բայց ազնվության համար ասեմ, որ տրոլեյբուսների համար արդյունքային եւ որակական տվյալ նշել եք, որ 21 րոպեից սպասման ժամանակը իջեցրել եք 14 րոպե, հիմա ստացվում է, որ կարող եք չափել, բայց չեք նշել, որը մտահոգիչ է, կամ տվյալներն են վատ, կամ արհամարել եք այն մյուս ծրագրերի համար արդյունքները չափելու կարևորագույն գործառույթը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, որևէ բան չի կարող արհամարվել մեր կողմից, նախ նշեմ, երկրորդը, մենք այս հարցերի շուրջ խոսել ենք նաև հանձնաժողովի նիստի ժամանակ, եւ ես կատեգորիկ համամիտ եմ գտնվել հնչեցված դիտարկումների հետ առ այն, որ հաշվետվողականությունը պետք է լինի արդյունքների, ավելին ասեմ, ազդեցության մասին, բայց մենք նաև խոսել ենք եւ կարծում եմ համաձայնության ենք եկել եւ այն բանի շուրջ, որ ներկա դրությամբ պլանավորումը այդ տրամաբանությամբ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի գնահատել, այդ մեկ, երկրորդը նման գնահատողական, անալիտիկ եւ հետազոտական աշխատանքներ անելու համար հավաքանին եւ քաղաքային իշխանությունը կարծում եմ կարող է դիտարկել համարժեք ռեսուրսներ, ֆինանսավորում, անձնակազմ եւ կառուցակարգեր ներդնելու անհրաժեշտությունը։ Այս պահի դրությամբ նման ինստիտուցիոնալ համակարգեր, գործառույթներ եւ հնարավորություններ ձևավորված չեն, որը մեզ թույլ կտա բոլորիս համար ցանկալի ձևով ապահովել եւ պլանավորումը եւ դրա վերաբերյալ գնահատման եւ ազդեցության գնահատման եւ արդյունքների գնահատման հաշվետվողականությունը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Ավինյան, ես իմ ասածը չպետք է որպես քննադատություն միայն ընկալեք, այլ նաև մտահոգություն, որովհետև երևանցիները պետք է իմանան իրանց գումարները ինչի վրա են ծախսվում եւ ինչ արդյունք են տալի ու այսպիսի հաշվետվություններ պահանջում ենք, որ էլ այսպիսի հաշվետվություններ չլինեն, կարող եք վերցնել ցանկացած շաբլոն, դուք որոշեք որն է ձեզ հարմար, ուղղակի արդյունքները անպայման պետք է լինեն, որպեսզի այդ փաստաթուղթը համապատասխանի հաշվետվության իմաստին, սա հաշվետվության հետ մի ընդունեք որպես քննադատություն, բայց ինքը հաշվետվություն չի։ Ինքը հաշվետվություն չի, երևանցին չի կարա տեսնի ինչ արդյունք է ստացվի այդ գումարների։ Եվ իդեպ չպատասխանեցիք 113 ծրագրերի վրա իրականացված ֆինանսական ծախսերի մասով։ Մենք ինչ հարցի գինը ինչ է, որ մենք քննարկում ենք ու այսպիսի հաշվետվությամբ։ Ես կպատասխանեմ Տիկին Բաբայան, ընդհանուր ծախսը նախորդ տարվա բոլոր ծրագրերի համար, պարոն Պետրոսյան, եղել է 113 միլիարդ 699 միլիոն դրամ։
եւ մեր բյուջետային կատարողականը ռեկորդային 94.5%-ի է հասել, այսինքն ծրագրային կատարողականը շատ բարձր է եղել նախորդ տարվա։ Ինչ վերաբերում է հաշվետվողականությանը, երբ նոր նախագծով մենք տվյալ հաշվետվությունը եւ հաջորդ հաշվետվությունը, որը կհնչի, միավորել եք մեկ ընդհանուր բյուջետային ծրագրային հաշվետվության մեջ, որը որ պետք է տա այն արդյունքները, որը որ դուք ակնկալում եք։ Եվ մենք ունենք երկու տարբեր զեկույց գրեթե նույն բանի մասին, եւ դա մեզ պարտադրված է օրենքով։ Ինչ վերաբերում է արդյունքային ցուցանիշներին այն տեսանկյունից, որի մասին դուք եք բարձրաձայնում, ընդհանուր առմամբ ես ձեզ հետ համաձայն եմ, մեր չափողականությունը միայն չպետք է լինի, թե քանակական, օրինակ, քանի ավտոբուս է ավելացել կամ քանի բակ ենք կառուցել, այլ որոշակի որակական ցուցանիշներով, վստահաբար այդ որակական ցուցանիշները կան։ Ուղղակի դուք ճիշտ եք նշում, որ որոշ դեպքերում այդ որակական ցուցանիշները պետք է դուրս բերվեն, ես ձեզ հետ համաձայն եմ այս առումով։ Մենք կաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի նվազագույնը հաջորդ տարվա հաշվետվության մեջ, որը հուսով եմ արդեն միասնական հաշվետվությունը կլինի, բյուջետային ծրագրային հաշվետվությունը, արդեն իսկ ավելի շատ կենտրոնացում լինի հենց որակական ցուցանիշների վրա։